Վանաձորի համայնքապետարանը 2026 թվականը հռչակել է հոբելյանական տարի եւ նախաձեռնել է տարաբնույթ միջոցառումներ, որոնք ընդգրկում են մշակութային, կրթական, պատմագիտական եւ հանրային ծրագրեր։ Միջոցառումների հիմնական նպատակն է ներկայացնել քաղաքի պատմական ուղին եւ ձևավորել համայնքային միասնականություն։ Միջոցառումներից մեկը Վանաձորի հայքի հրապարակում կազմակերպված մեծ տոնական համերգն էր, նվիրված քաղաքի հիմնադրման 200-ամյակին։ Սիրելի վանաձորցիներ, ես ծնվել եմ, ապրում եմ Վանաձորում։ Սա իմ քաղաքն է, իմ տունը, իմ էությունը։ Ես լավ գիտեմ մեր քաղաքի խնդիրները ու ներուժը, գիտեմ եւ փոփոխության արժեքը եւ յուրաքանչյուր հաջողության կարեւորությունը։ Մեր ուժը մեր մարդկանց, մեր աշխատասիրության եւ մեր միասնականության մեջ է։ Վստահ եմ, որ միասին կշարունակենք կառուցել ավելի բարեկարգ, ավելի ժամանակակից եւ ավելի զարգացած Վանաձոր քաղաք, որտեղ երիտասարդները կցանկանան ապրել, աշխատել եւ ստեղծագործել։ Թող Վանաձորի 200-ամյակը դառնա նոր ձեռքբերումների, նոր ծրագրերի եւ նոր հաջողությունների սկիզբ։ Մաղթում եմ մեր քաղաքի շարունակական զարգացում, իսկ բոլոր վանաձորցիներին առողջություն, բարեկեցություն եւ խաղաղություն։ Տոնը շնորհավոր, սիրելի Վանաձոր։ Համերգին մասնակցում էին հայտնի կատարողներ Արամեն Պետրին, Սիլվա Հակոբյանը եւ Կարապետյան Սպենդը։ Վարում էր Գրիշա Աղախանյանը։ Միջոցառումը համախմբել էր քաղաքի բնակիչներին ու հյուրերին միասին նշելու հոբելյանը։ Թեև Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից, քաղաքի ժամանակակից պատմության սկիզբը կապվում է 1826 թվականին։ Այդ շրջանում ձևավորվել է Ղարաքիլիսա բնակավայրը, որը հետագայում դարձել է քաղաքի զարգացման հիմքը։ 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմից հետո բնակավայրը սկսել է արագ զարգանալ, դառնալով տարածաշրջանի կարևոր բնակավայրերից մեկը։ «1935 թվականին Ղարաքիլիսան վերանվանվել է կիրովական խորհրդային գործիչ Սերգեյ Կիրովի պատվին, իսկ Հայաստանի անկախացումից հետո 1992 թվականին քաղաքը ստացել է իր ներկայիս Վանաձոր անունը։ Այս հոբելյանը նպատակ ունի արժևորել քաղաքի պատմական անցյալը, մշակութային ժառանգությունն ու զարգացման ուղին, սկսած նախկին Ղարաքիլիսայից մինչև ժամանակակից Վանաձոր։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։